Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների միջազգային անցուդարձև Հայաստանի դրանում ներգրավվածության կամ դերակատարման մասին զրուցել եմ Գրիգոր Բալասանյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Բալասանյան, մեր հավատացման համար։ Իրանի շուրջ պատերազմը արդեն երրորդ շաբաթն է ընթանում է եւ պատերազմական գործողությունները ըստ էության չտվեցին այն արդյունքները, որոնք գոնե հրապարակային ակնկալում էին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, ինչ կարող ենք ասել այս երրորդ շաբաթվա տեսանելի արդյունքները տեսնելով, Միացյալ Նահանգները ինչի է ձգտում, ինչի հասավ եւ Իրանը չնայած եղած կորուստներին ինչ ծավալի դիմադրողականություն է ցույց տալիս խնդրեմ։ Իրանը բավականին լուրջ դիմադրում է եւ այդ դիմադրությամբ խափանեց ըստ էության բոլոր այն պլանները, որոնք ունեին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Ավելի ճիշտ, որ ուներ Իսրայելը եւ հիմա Տրամպը ընդունում է, որ Իսրայելն է Միացյալ Նահանգներին ներքաշել պատերազմի մեջ, այսինքն Իսրայելը կարողացավ, ինչպես իրենք են ասում, թիվ 1 գերտերությանը ներքաշել մի պատերազմի մեջ, որը ըստ էության պետք չէր Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները 3 շաբաթ է այնտեղ կռվում է եւ ինչքան կռիվը գնում է, իսկ Իրանի պաշտոնական աղբյուրները հայտնում են եւ պաշտոնյաները, որ իրենք մտադիր չեն ըստ էության կռիվը կանգնեցնել կամ կկանգնեցնեն իրենց պայմաններով։ Եվ այս 3 շաբաթվա ընթացքում ոչ այաթոլլայի սպանությունը, ոչ կետային հարվածները, ոչինչ չտվեցին ըստ էության Միացյալ Նահանգների, ավելին ցամաքային գործողություն իրականացնելու պլանն էլ կարծես թե ձախողվեց, քանզի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հույսը քրդական ջոկատների հյուսիսային Իրաքի ըստ եւ նաեւ Իրանի Քրդստանի այսպես կենտրոնախույս ուժերը փաստացի մերժեցին Միացյալ Նահանգների առաջարկը եւ չհամաձայնվեցին մաս դառնան ցամաքային գործողության։ Իրանին հաջողվեց տնտեսական բավականին ծանր վիճակ ստեղծել Միացյալ Նահանգների եւ բովանդակ արևմուտքի համար։ Իրանին հաջողվեց փակել Օրմուզի նեղուցը եւ դառնալ թելադրող եւ այսօր բոլորն են խնդրում Իրանին գոնե թույլ տալ իրենց նավերը հանել Օրմուզի նեղուցից։ Իրանին հաջողվեց ըստ էության, եթե չասենք վերացնել, ապա 90%-ով լուրջ հարվածներ հասցնել եւ աշխատանքը դարձնել անիրականանալի Միացյալ Նահանգների բազաների համար եւ որ ամենակարևորն է, Իրանին հաջողվեց արաբական աշխարհի, հատկապես Պարսից ծոցի թագավորություններին հանել Միացյալ Նահանգների դեմ։ Այնտեղ արդեն ամեն օր ավելի բարձր են հնչում այն խոսքերը, որ մեզ պետք չէր բազաները, քանզի մեզ ասվել էր, որ դուք միայն վճարեք անվտանգության համար, Միացյալ Նահանգները դա կապով։ Հիմա ծոցի պետությունները մեծ վտանգ կա, որ կարող են վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել են, քանզի միայն մի օրինակ բերեմ, օրինակ Դուբայի օդանավակայանը ամեն մի րոպե չաշխատելը իրենց վրա նստում է $1 միլիոն, 1 րոպե չաշխատելը։ 3 շաբաթ է Դուբայի օդանավակայանը չի գործում։ Այսինքն միլիարդներ են արդեն կորցնում Էմիրատները, որը բնականաբար չեն մտնում իրենց պլանների մեջ։ Եթե ամբողջացնենք, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չհաղթեցին եւ Իրանը նվազագույնը չի պարտվել այս երեք։ Իրանն էլ պաշտոնական մակարդակում ասում է այս պատերազմում հաղթողներ չեն լինելու, այսինքն Իրանը զարմացնում է իրանական վերնախավի ռեալիզմը, իրատեսությունը, որովհետեւ չեն մտնում քարոզչության դաշտ, ասում մենք կհաղթենք, չգիտեմ, կա Միացյալ Նահանգները կպարտվի, լավ հետաքրիր է արաբական Պարսից ծոցի արաբական երկրներում հետաքրիր քննարկում է առաջակել, ասում է Միացյալ Նահանգների ռազմաբազաները ոչ միայն չապահովեցին մեր անվտանգությունը, այլև մենք այն զենք զինամթերքը, որ գնել էինք մեր պաշտպանության համար Միացյալ Նահանգներից, ծախսեցինք իրենց ռազմաբազաները պաշտպանելու վրա։ Լավ, այս խոսակցությունները ուր կարող են տանել, որտեղ Իրանի պահանջներից մեկն այնն է, որ Միացյալ Նահանգները պիտի հեռանա տարածաշրջանից, դա միակ երաշխիքն է, որ պատերազմը չի կրկնվի, արդյոք հավանական է, որ շատ արագ արաբական երկրները
կարող են գալ այն գիտակցման, որ հրաժարվեն Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունից։ Արաբական պետությունների միակ չափիչ գործոնը դա փողն է եւ ֆինանսական կայուն վիճակը եւ ֆինանսական այն դրախտը, որ նրանք ստեղծել էին համաշխարհային տնտեսության համար եւ իրենք կարծում էին, որ դա իրենց շնորհքն է, որ այդպես գումարները վերևից իջնում են եւ իրենք ուղակի այդպես վայելում են այդ կյանքը եւ կարողացան նրանք ուխտերից նստել Rolls-Royce-ներ եւ մտածեցին, որ դա իրենց տնտեսական հրաշքի շնորհիվ է։ Ոչ։ Դա այդ ամենն ունի գին եւ Միացյալ Նահանգները հստակ ցույց է տալիս, որ պետք չի նվնվալ եւ բողոքել, քանզի այդ գինը, որ դուք վճարել եք խաղաղ ապրելու համար, դա իմ բազաներն են եղել ըստ էության։ Բայց հիմա կյանքը փոխվել է եւ Միացյալ Նահանգների ղեկավարությունը ըստ էության շատ լավ հաշվարկ չարեց եւ նրանց համար անակնկալ էր Իրանի դիմադրությունը։ Հետեւաբար Իրանը բոլորին կանգնեցրեց այնպիսի փաստի առաջ, որ հիմա միակ ելքը ասում է, որ Միացյալ Նահանգները պիտի դուրս գա տարածաշրջանից։ Ես կարծում եմ երկու գործոնով դա կարող է լինել։ Միաժամանակ եւ իրանական հարվածները արաբական այդ ծոցի պետությունների տարածքներում տեղակայված կենսական եւ քրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներին Միացյալ Նահանգների դա եւ նավթային ընկերություններն են, եւ ռադարներն են, եւ բազաներն են, բանկերը, եւ միաժամանակ դա ըստ Իրանի պլանի ծնելու է ներքին դժգոհություն արաբական աշխարհում եւ ժողովրդի մոտ եւ նրանք ուղակի դուրս են գալու փողոց ինչ որ մի X պայի պահանջելով իրենց կառավարությունից ուղակի հեռացնել ամերիկյան բազաները եւ թույլ տալ իրենց հանգիստ ապրել եւ խաղաղ գոյատևել Իրանի հետ։ Հիմա այս քննարկումների ֆոնին շատ հետաքրքրական է հիշել Հայաստանի իշխանությունների եւ գլխավորապես վարչապետի պաշտոնը զբաղեցնողի շաբաթներ առաջվա արված հայտարարությունը հարցազրույցներից մեկում, որ 99 տարով Տրամպի ուղու վարձակալությունը նշանակում է, որ 99 տարով Հայաստանի անվտանգությունը երաշխավորված է։ Սա իհարկե քարոշական իմաստով կուտ էր, որ կարելի էր կերտցնել հասարակության որոշակի շերտերի այս իրանական պատերազմից առաջ, որովհետև Միացյալ Նահանգները այն ժամանակ այլ դերակատարում ուներ, Միացյալ Նահանգների բազաները տարածաշրջանում չէին թիրախավորվում, հա։ Սա միամտություն է, թե ինչ է։ Ի վերջո մենք հասկացանք, չէ, այս արաբական երկրների օրինակով, որ Միացյալ Նահանգների ներկայությունը ոչ միայն երաշխիք չէ անվտանգության, այլ նաև սպառնալիք կարող է դառնալ եւ դարձավ անվտանգության։ Ես այստեղ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության պատրիարխ Հենրի Կիսինջերի հայտնի խոսքերը, որ Միացյալ Նահանգների հետ թշնամություն անելը վտանգավոր է, բարեկամություն անելը մահացու վտանգավոր։ Ծոցի պետությունները իրենց օրինակով ըստ էության ցույց տվեցին, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամություն անելը մահացու վտանգավոր է իրենց համար։ Սա պիտի բոլորի համար լինի դաս։ Եվ հիմա երբ որ Հայաստանի վարչապետն արդեն ասում է, որ գիտեք, TRIP-ը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չի, այդ դեպքում առաջանում է հարց. ոնց կարող է 3 շաբաթ առաջ լինել առաջնահերթություն եւ հիմա չլինել առաջնահերթություն։ Նշանակում է 3 շաբաթ առաջ էլ չի եղել առաջնահերթություն։ Նշանակում է TRIP-ը Միացյալ Նահանգների համար եղել է միջոց Իրանի դեմ ապագա պատերազմի համար։ Բայց քանի որ իրավիճակը այդպես արագ զարգացավ եւ Իրանը այսպես ցույց է տալիս դիմադրության հիանալի օրինակ, TRIP-ը այլևս Միացյալ Նահանգներին հետաքրքիր չի։ Եվ այս առումով կարծում եմ դուք ճիշտ նկատեցիք, տարածաշրջանի բոլոր պետությունների համար սա պիտի լինի ուսանելի օրինակ, որ Միացյալ Նահանգները երբեք չի կարող որևէ պետության անվտանգության երաշխիք լինել։ Ավելին, մեր տարածաշրջանի նման բարդ տարածաշրջանում, որտեղ իրավիճակը ամեն պահի զարգանում է, որտեղ հարցերը լուծվում են նաև ավանդույթի ուժով, այլ ոչ թե այսպես ստանդարտ միջազգային օրենքով, Միացյալ Նահանգների հետ բարեկամություն անել առհասարակ նշանակում է թիրախավորվել Միացյալ Նահանգների տարածաշրջանային թշնամիների կողմից, որոնց թիվը քիչ չէ։ Հետևաբար մենք պիտի այսպես ժողովրդական լեզվով ասած թարգենք Միացյալ Նահանգների վրա հույս դնել եւ առհասարակ արևմուտքի վրա հույս դնելու այս վերջին մի քանի տարիների տենդենսը եւ մոդան եւ այսպես խնդրին մոտենանք ինչպես Իրանն է մոտենում ռեալ պոլիտիկի տեսանկյունից։ Իսկ ռեալ պոլիտիկով տարածաշրջանային խնդիրներին պետք է տրվի տարածաշրջանային լուծումներ, ինչպես ասում էր Իրանի նախագահ Ռայիսին եւ որի հետ համաձայն էր Այաթոլլահ Խամենեին։ Այաթոլլահ Խամենեինից հետո նրա որդին է հիմա հոգեվոր առաջնորդը, ոչ
ոչինչ չի փոխվել Իրանի քաղաքականության մեջ եւ ես կարծում եմ Սյունիքը շարունակելու է Իրանի համար մնալ կարմիր գիծ եւ հիմա Միացյալ Նահանգների բազաները ավիրելուց հետո այդ գծերը ավելի են կարմրելու եւ տարածաշրջանի պետությունները շատ ավելի լուրջ պիտի մոտենան իրանական սպառնալիքներին եւ Իրանի Իսլամական Հանրապետություն պետության գոյությանը իբրև տարածաշրջանային գերտերություն։ Իրանը այս պատերազմը ապացուցեց, որ ինքը բոլոր շանսերն ունի Թուրքիայի փոխարեն ինքը լինի տարածաշրջանային գերտերություն։ Երեք նախընտրական քարոզչության շրջանակում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում էր տարածաշրջանային իրավիճակին անդրադառնալով, որ տեսեք, բոլորը ինչ որ զբաղված են պատերազմական գործողությունով, մենք խաղաղության մեջ ենք։ Այս թվացial խաղաղությունը, որ ունի Հայաստանը, դա այս իշխանությունների վաստակն է, ինչի արդյունք է։ Ես կարծում եմ այս խաղաղությունը, որ հիմա կա, դա ինչ որ պայմանավորվածության արդյունք է, այսինքն ինչ որ մի բան դրա դիմաց պիտի արվի հետո։ Եվ այդ հետոն ես կարծում եմ արդեն ակնհայտ է դառնում սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրի հանում, ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, այսինքն այն ինչ որ հակասում է մեր ազգային պետական շահերին, եթե դրանից հրաժարվում ես, ինչ որ մի X բայ սահմանին ուղղակի չեն կրակի, բայց դրա փոխարեն այստեղ կա նաև արժանապատվության հարց։ Ես երեք լսեցի Իլհամ Ալիևի հարցազրույցը միջազգային լրատվամիջոցներին։ Ես ուղղակի սարսափած եմ այդ մարդու լկտիության չափից եւ նաև մեր կողմի անգործության այդ վերին աստիճանի անգործությունից։ Ինչ է նշանակում նրա հայտարարությունը, թե մենք Հայաստանի օթային տարածք օգտագործում ենք առանց Հայաստանին հարցնելու եւ Հայաստանը չի կարող մեզ ասել, հələ թող գոհ լինեն, որ մենք ունենալով բոլոր շանսերը չճանաչելու Հայաստանի Հանրապետությունը, հələ թող գոհ լինեն, որ այսպես բան ենք անում, ընթառաջ են գնում իրենց եւ ճանաչում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ նրանց հետ գործ ենք ունենում կամ ցանկանում ենք դրանց հետ գործ ունենալ։ Նման ստորացում Հայաստանի Հանրապետության երբեք չի եղել։ Եվ եթե որոշ շրջանակներ պատրաստ են ստորացումը համեմատել խաղաղության հետ, ապա ես կարծում եմ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը պետք է որ պատրաստ չլինի ստորացումը համեմատել կամ նույնացնել խաղաղության հետ։ Ստորացմամբ խաղաղություն չեն հաստատում, խաղաղություն չեն մուրում, այլ խաղաղություն հաստատում են այն դեպքում, երբ որ ճիշտ է պարտված, բայց արժանապատիվ պետությունը իր պահանջներն է թելադրում եւ Իրանի նման պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է ամեն ինչի հանուն իր արժանապատվության եւ Իրանը դասական օրինակ պիտի լինի տարածաշրջանի բոլոր պետությունների համար։ Անկամ թույլ պետության կողքը գալիս կանգնում են, օգնում են։ Այսօր որ Իրանը 3 շաբաթ դիմադրում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, եւ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը անընդհատ ռազմական ինքնաթիռներ են կորցնում, չնայած Տրամպի այն հայտարարությանը, որ Իրանի հոպը չկա։ Բայց դեպքում Իրանի հոպը ինչպես է աշխատում, եթե չկա։ Նշանակում է Իրանին օգնում են միշտ այն պետությանը, ով զենքը վայր չի դնում եւ չի համաձայնվում ամեն ինչի հետ, միայն թե թվացիան ասում պետք է հարմարվել։ Գիտեք, աշխարհում ընդամենը 10 երկիր կա, որ ուժ ունի, մնացած երկրները պետք է հարմարվեն։ Այո, պետք է հարմարվել, բայց դրա փոխարեն ուրիշ բան է պետք անել։ Պետք է գերտերության, ռեալ գերտերության հետ հարաբերությունները նորմալացնել եւ այդ գերտերության պաշտպանության տակ նորմալ հանգիստ խաղաղ ապրել, ինչպես ապրել ենք վերջի 34 տարիների ընթացքում։ Այսինքն 34 չէ։ Ասում եք գերտերությունը իր գործառույթը չի կատարել։ Դե դա ճաշակի հարց է, կատարում է թե չէ, հələ պարսիկներին հարցեն, գերտերությունը իր գործառույթը կատարում է թե չէ։ Արաղչին ասում է կատարում է։ Ինձ համար արաղչին հեղինակություն է միջազգային հարաբերություններում եւ հատկապես տարածաշրջանում իբրև միջազգայնագետ եւ իբրև դիվանագետ։ Եթե արաղչին ասում է կատարում է, արաղչի խոսքերը կասկածի տակ դնելու հիմք չունեն։ Չինաստանը կատարում է իր պարտականությունները, կատարում է։ Պարտադիր չի, որ դա այսպես 25 Դե մենք ոնց որ կատարել ասելով հասկանում ենք, որ մենք ոչ մի բան պետք է չանենք, ու իրանք փոխարեն չի լինելու տենց։ Ինչու՞։ Տենց որտեղ աշխարհում այդպես չի լինում։ Եթե Իրանը համաձայնվեր, որ այսպես պետք է ամեն ինչ տա միայն թե բան չէ, Իրանի կողքը ոչ մեկ չէր կանգնի։ Չէ, այդպես էլ լինում է, բայց այդ դեպքում դառնում է, ասենք, Ֆեդերացիայի հանրապետություններից մեկը։ Դե դա ընտրություն է։ Այո, դա ընտրություն է։ Օրինակ Իրաքը չկրվեց, Լիբիան չկրվեց, մենք տեսանք ինչ եղավ այդ պետությունները կան, բայց վայեն լինելուն, ինչպես մեր ժողովուրդն է ասում, հա։ Իսկ Իրանը ընտրեց արժանապատիվ պայքարի ճանապարհը եւ Իրանի կողքը կանգնեցին։
Իրանի կողք այսօր կանգնել է Հյուսիսային Կորեան, եւ օրինակ, եթե Ճապոնիան հրաժարվում է Օրմուզի նեղուցը բացելու համար ռազմական նավեր ուղարկել, այլ ոչ մեկի մտքով չի ասում, ինչու է Ճապոնիան հրաժարվում, չէ՞ որ Ճապոնիան Միացյալ Նահանգների հլու հնազանդ դաշնակիցն է։ Ճապոնացիները լավ գիտեն։ Ճապոնիայի տարածքային ջրերից մի ծովային մղոն դուրս եկան այդ նավերը, Հյուսիսային Կորեան խոցելու է։ Ուղղակի խոցելու է։ Դրանով օգնելով նաեւ Իրանին։ Պատերազմող կռվող ժողովրդի կողք, ինչքան էլ նա փոքր լինի, ինչքան էլ նա լինի թույլ, գալիս կանգնում են։ Համակերպվողի ամեն ինչ տալու հանձնողի կողքին ոչ ոք չի կանգնում, քանզի ոչ ոք չի ցանկանում այդ պատասխանատվությունը կիսել։ Սա ալգորիթմը, որը պիտի կարծում եմ բոլորը իմանան, ովքեր որ փոքրի շատ է զբաղվում են միջազգային հարաբերություններով։ Հիմա տեսեք, այս իրավիճակը տարածաշրջանում դրդում է մեզ մտածել, որ ինչ որ պահի Միացյալ Նահանգները իրականում կարող է հեռանալ տարածաշրջանից, այդ դեպքում ոնց որ հայտնվելու են պետություններ, որոնք հաշիվ են պահանջելու Հայաստանից։ Ինչ պատասխան ունի Հայաստանը։ Ես չգիտեմ, Հայաստանը եւ Իշխանության մասնակցությունը դա ուրիշ բան, հա, որտեվ Հայաստանից իրենք բան չեն։ Դե իշխանությունը արդեն պիտի ստիպված լինի փորձել հիմնավորել, թե ինչքան սխալ էր մամուլը գրում իրենց մասին, իրենք բնավ այդպեսին չէին, մամուլն էր սաղանում, բոլորն էին խանգարում, բոլորը մեղավոր էին բացի իրենցից, բայց ես կարծում եմ այդ այսպես տուն-տունիկ խաղալու ժամանակներ անցել են արդեն։ Բոլորը շատ լավ գիտեն բոլորին, բոլորը լավ գիտեն ով ինչ քաղաքականություն է վարում, ծանր պայն ով որտեղ է եղել, ով ինչ հայտարարություններ է արել կամ չի արել, որ պիտի աներ։ Ես կարծում եմ Իրանում էլ են շատ լավ կշռադատելու իրենց քաղաքականությունը հետագա, նաև Հայաստանի նկատմամբ։ Ես վստահ եմ Իրանում չեն մոռացել Իրանի դեսպանատան դիմաց կազմակերպված շահի կողմնակիցների հավաքները։ Ուր են այդ մարդիկ։ Բա հիմա էլ թող գան հավաքվեն։ Ուր գնացին, այսպես անհետացան միանգամից, թե հրահանգ եկավ արդեն որ վերջ։ Այսինքն այդ մարդիկ չկան։ Իրանի դեսպանը ոնց կոշտ խոսում էր, շարունակելու է կոշտ խոսել։ Ես կարծում եմ, այստեղ ուղղակի հայ-իրանական հարաբերություններն են տուժելու։ Եվ բայց դրա համար դրան նպաստելու համար ես կարծում եմ, ինչպես միշտ է լինում, բոլորը ժամանակի ընթացքում տալիս են այն արածների եւ չարածների պատասխանը, որոնք կամ պիտի անեին, կամ լավ չեն արել, կամ չեն արել ընդհանրապես։ Պարոն Բալասանյան, տեսեք, հասկանալի է, որ դասական իմաստով, այսինքն Միացյալ Նահանգները չի պարտվելու Իրանին, այսինքն չի կապիտուլացվելու, բայց եթե իր ռազմաբազաների հարցը դրվի, որոշ պետություններ հրաժարվեն, եթե ընդհանրապես Իրանը այս կառավարման իր ձևը պահի եւ Միացյալ Նահանգները ստիպված լինի հաշտվել դրա հետ, դա ակնհայտորեն պարտություն է, այսինքն դրանց ծրագրերի չիրագործումը։ Մի իրավիճակ է, երբ միջև պատերազմը եղած Միացյալ Նահանգների թեկնածուն ես դու, մի իրավիճակ է, երբ որ դու պարտված, տարածաշրջանում պարտված Միացյալ Նահանգների թեկնածուն ես ընտրություններում։ Այս տեսանկյունից, եթե միջև խորհրդարանական ընտրությունները Իրանի շուրջ իրավիճակը պարզաջրվի, Իրանը դուրս գա այս իրավիճակից, ինչպես այն կարող է ազդել ձեր գնահատմամբ ընտրությունների վրա, որպես պարտված Միացյալ Նահանգների թեկնածու Փաշինյանի թեկնածությունը։ Գիտեք, Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը բումերանգի էֆեկտով վերադառնում է միշտ դեպի իրեն եւ պիտի վերադառնա։ Քանի որ կան գրված եւ չգրված օրենքներ, որոնք պետք է հարգել։ Հիմա տեսեք, եթե Միացյալ Նահանգներին կարելի է Իրանում իշխանապողության հետ կապված ասել, իմ թեկնածուն եթե չլինի, ես չեմ ճանաչում ընտրությունները, ապա նույն բանը կարելի է Իրանին, թե չի կարելի։ Հարավային Կովկասում տեղ ունեցող process-ների վերաբերյալ իր դիրքորոշումները հայտնելու համար։ Ես կարծում եմ կարելի է։ Եվ Իրանը ունի բոլոր բարոյական իրավունքները, որպեսզի ասի, ես շահագրգռված եմ, ինչպես Միացյալ Նահանգները Մորոյի դոկտրինայով 1812-11 թվականի լավ չեմ հիշում, Մորոյի դոկտրինայով է ասում, որ օրինակ ինքը ասում է Լատինական Ամերիկայի հետ կապված, բայց բոլորին է դա վերաբերվում, որ եթե այնտեղ չեն լինելու պրոամերիկյան վարչակարգեր, ուրեմն դրանք դեմոկրատական չեն եւ ես դրան դեմ եմ լինելու։ Հիմա էլ Իրանը կարող է ասել, եթե Հարավային Կովկասում չեն լինելու տարածաշրջանամետ վարչակարգեր, ապա ես չեմ ընդունում այդ ընտրությունները։ Իհարկե առաջի թիրախը լինելու Ադրբեջանը եւ Իրանի
արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող տարբեր տրամաչափի պաշտոնյաների եւ զինվորականների վերջի ելույթները հենց դրա մասին են վկայում, որ Ադրբեջանը պիտի խելքը գլուխ հավաքի եւ Ադրբեջանը պիտի ըստ էության քայլեր չձեռնարկի Իրանի դեմ, որտեղ հակառակ ազդեցությունը կարող է ունենալ։ Ես վստահ եմ, որ այստեղ իրավիճակի փոփոխությունից հետո Ադրբեջանում կարող է սկիզբ դրվել նոր իշխանափոխության։ Եվ դա անելու է Իրանը։ Իրանն անելու է իր համար ատելի ծագումով քուրդ Ալիևների կլանին վերջ տալու եւ նորմալ շիա հավատով նոր իշխանություն բերելու, որ իր համար լինի հուսալի թիկունք։ Հակառակ պարագայում Ջեյդի Վենսի գովերքը Ալիևին դա արջի ծառայություն էր, որ Ալիևը տեսեք միակ մարդն է, ով մեզնից հետո իդեալական հարաբերություններ ունի Նատանյահուի հետ եւ Իսրայել պետության հետ։ Սա Իրանի մոտ առաջացրեց հակառակ էֆեկտ։ Իրանը չի մոռանում ոչինչ։ Եվ ես կարծում եմ նաև Իրանում չեն մոռացել, որ նախագահ Ռայիսի սպանության մեջ, իսկ դա սպանություն էր, իր առյուծի բաժինն է ունեցել նաև Ալիևը։ Ալիևն է համոզել Ռայիսին նրա նախարարների միջոցով, որ գիտեք Խոդաֆերենի կամուրջի մոտ հեկի բացումը մի այնպիսի դարակազմիկ իրադարձություն է, որ դուք անձամբ պիտի ներկա լինեք եւ դրանով հարգանք ուղղված կլինեք Ադրբեջանի ժողովրդին։ Մարդն եկավ գլուխը կերան։ Ես չեմ կարծում այստեղ պետք չի միամիտ լինել, որ Ալիևը այստեղ ոչ մի կապ չուներ, ինքը ասես պուպուշ սպիտակ, հա, անպոտ ոտքերով մարդեր, ինքը մեղավոր չի իր գլխին էսպես ոչ։ Ալիևը այն որ Ադրբեջանում կան իսրայելական բազաներ, դա բոլորը գիտեն։ Այն որ օկուպացված Արցախում շատ արագ դեռ հələ արկերի ծուխը չէր հանդարտացվել, շատ արագ 3 օդանավակայան կառուցեց։ Ինչի համար։ Հո իր քաղաքացիների համար չի կառուցել, բնականաբար Իսրայելի համար, F-16-եր ընդունելու համար։ Այսինքն այս ամեն ինչը Ադրբեջանի հետ կապված Իրանը գիտի եւ իր կարծում եմ առաջիկա պլանները արդեն գծված են։ Հայաստանի հետ կախված է լինելու մեր քաղաքականությունից եւ կախված է լինելու ուրեմն թրիփից։ Տեսեք, Ադրբեջանը ունի բան ասելու, արգումենտ, ասում է ես թրիփի հետ կապ չունեմ։ Հայաստանն է, ես դրա հետ կապ չունեմ, այսինքն եթե խնդիր կա Հայաստանի հետ այդ հարցը բարձրացրեք։ Եվ իմ կարծիքով վարչապետի վերջին հայտարարությունը, որ թրիփը Միացյալ Նահանգների համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի, սա որոշակի առումով մեսիջ էր Իրանին, որ մենք թրիփի հետ կապված Թրիփը հետաձգվում է։ Հետաձգվում է, եթե չասենք, որ դեռ չծնված թրիփին արդեն թաղեցին, ըստ էության։ Այնուամենայնիվ դա ընտրությունների վրա ազդեցություն կարող է ունենալ։ Բնականաբար ունենալու է։ Շատ լավ, եւ այս պահին եղած տվյալները հաշվի առնելով, վերջին նաև հարցը։ Այսպես ավելի հավանական է, որ Իրանի պլանները կիրագործվեն, այսինքն ինքը կդիմադրի եւ այս պատերազմից ելք կունենա իր համար ցանկալի պարզ է մեծ կորուստների գնով, թե Միացյալ Նահանգները կարող է ճնշումը մեծացնել, խոսում են միջուկային հարվածի մասին, թե իրավիճակը այնպիսին է, որ միջուկային հարվածն ասենք ամբողջ Իրանը չեն ոչնչացնելու, ինչ պիտի փոխի։ Միջուկային հարվածն ըստեյության այստեղ ոչինչ չի փոխելու։ Եվ չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները ղեկավարությունը ամեն դեպքում այնքան խելագար են, որ կգնան միջուկային հարվածի։ Բայց Իրանը շատ ճիշտ քաղաքականություն է վարում։ Մի բան ակնհայտ է, ոչ մի պատերազմում միջուկային տերությունը չի կարող պարտվել ուղղակի։ Նման բան չի կարող լինել։ Եվ Իրանն էլ ճիշտ է անում, որ իր համար իդեա ֆիքս չի դարձնում, թե մենք անպայման հաղթելու ենք։ Իրանը չի հաղթելու, բայց նաև չի պարտվելու։ Եվ իր չպարտվելով, եթե նա կարողացավ Միացյալ Նահանգներին դուրս բերել տարածաշրջանից, դա կլինի մեծագույն հաղթանակ Իրանի ներկա իշխանությունների համար, եւ ես վստահ եմ, որ սերնդեսերունդ Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդները ամեն առիթի օրհնելու են Իրանի կառավարությանը, իրենց Միացյալ Նահանգների այդ ստրկական կախվածությունից ազատելու համար։ Սա Իրանի եւ Իրանի ժողովրդի համար կլինի մեծագույն հաղթանակ, եւ մենք իբրև 5000-ամյա պատմություն ունեցող ժողովուրդ եւ իրար հետ կողքի ապրող ժողովուրդ, մեր համար եւս սա կլինի այն հրաշալի հնարավորությունը փրկվելու եւ վերջնականապես կենտրոնանալու մեր խնդիրների վրա եւ չդառնալու աշխարհակաղակական բախումների համար հարթակ։ Շատ լավ, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ։ Ես շեշտեմ զրուցում եմ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ, տեսություն կհանդիպենք։